Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք Լոռու մարզ ենք այցելելու եւ ուզում եմ մինչ մարզպետ Արամ Մկրտչյանի հետ ներկայացնելը այս ընթացքում իրականացված ծրագրերը այսօրվա մեր ժամանակացույցը ներկայացնել ժամը 10:00-ին նախատեսված է մեր հանդիպումը Սպիտակում 11:45-ին Գյուլագարակում 12:45-ին Ստեփանավանում 14:20-ին Մեծավանում 15:25-ին Տաշիրում 17:20-ին Լոռի Բերդում եւ 18:40-ին Օձունում Լոռու մարզում երկրորդ օր ենք անցկացնելու վաղն էլ երեկոյան Վանաձորի կենտրոնական հրապարակում ունենալու ենք մեծ հավաք իսկ այսօր էլի ժամը 10-ին Սպիտակում 11:45 Գյուլագարակ 12:45 Ստեփանավան 2:20 Մեծավան 3:25 Տաշիր 5:20 Լոռի Բերդ եւ 6:40 Օձուն Իսկ այժմ ներկայացնենք 2018-ից 2026 թվականներին իրականացված աշխատանքները Լոռու մարզում շուրջ մոտավորապես $400 միլիոն ներդրում է իրականացվել 18-ից 26 թվականները մինչև մայիսի 1-ը Լոռու մարզում եւ ներդրումների հիմնական ուղղություններն են ճանապարհաշինություն, որից սուբվենցիոն ծրագրերով 78 միլիարդ դրամի, դպրոցաշինություն, ներառյալ գույքը 28.4 միլիարդ դրամի, մանկապարտեզաշինություն, ներառյալ գույքը 4.2 միլիարդ դրամի, առողջապահական հիմնարկներ 2.4 միլիարդ դրամ, հրատապ ծրագրերով ծախսել ենք 1.6 միլիարդ դրամ, ջրային ոլորտում ներդրել ենք 9.1 միլիարդ դրամ, այլ սուբվենցիոն ծրագրերով 12.7 միլիարդ դրամ, այլ սոցիալական մշակութային եւ սպորտային ծրագրերով 7.6 միլիարդ դրամ եւ բնականաշինության ծրագրերով 3 միլիարդ դրամ։ Պարոն Մկրտչյան, ասացիք, որ այս պահին 94 միլիարդ էլ ընթացքի մեջ է։ Այո, պարոն վարչապետ, ձեր նշած ցանկը վերաբերում է մայիսի 1-ի դրությամբ արդեն ավարտած վճարված ծրագրերին, բայց մենք նաև ունենք ընթացքի մեջ գտնվող, ավարտական փուլում գտնվող եւ նախագծանախաշվային փաստաթղթերի կազմման փուլում գտնվող մոտ 94 միլիարդ դրամի ծրագիր, այսինքն շուրջ $254 միլիոն եւս։ Եվ դրա մեջ հաշվված չէ 110 կիլոմետր ճանապարհները, որոնց նախագծանախաշվային փաստաթղթերը նոր են կազմվում, եւ նաեւ բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, որոնք նոր պետք է նորից նախագծվեն, օրինակ Վանաձորի արդեն մեր հայրենակիցներին հայտնի 13 միլիարդ դրամի ծրագրերը։ Դա նշանակում է, որ մենք Լոռու մարզում 2026-ին ընթացքի մեջ կամ արդեն ավարտված կունենանք 300-ից 350 միլիոն դոլարի ծրագրեր եւ սա պատմական աննախադեպ թիվ է։ Շատ լավ։ Հիմա անցնենք սուբվենցիոն ծրագրերին 30 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել Լոռու մարզում, որի 54%-ը ուղիղ ֆինանսավորվել է կառավարության կողմից եւ մի որոշակի տոկոսներ դոտացիայով է ֆինանսավորվել կառավարության կողմից։ Ըստ համայնքների ծրագրերի բաշխվածությունը եղել է հետեւյալը. Վանաձորում 6.2 միլիարդ դրամի ծրագիր, որի 47.6%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից, ընդ որում արձանագրենք, որ Վանաձորի ավագանու նիստեր չլինելու արդյունքում այս թիվը բավականին պակաս է եւ կարող է ավելին լինել։ Ալավերդի համայնքում, բայց հիմա նիստ եղել է մեծ փաթեթ ընդունվել եւ ընթացքը $35 միլիոն չափով։ Եվ ընթացքը ինչպես պայմանավորվել ենք, կապահովենք։ Ալավերդի համայնքում 6.4 միլիարդ դրամ, 55%-ը ֆինանսավորել է ուղիղ կառավարությունը, Թումանյանում 868 միլիոն դրամ, 58%-ը ֆինանսավորել է կառավարությունը, Սպիտակում 5.2 միլիարդ դրամ, 56%-ը ֆինանսավորել է կառավարությունը, Ստեփանավանում 3.4 միլիարդ դրամ, 49% ֆինանսավորել է կառավարությունը, Տաշիրում 3.9 միլիարդ դրամ, 60% ֆինանսավորել է կառավարությունը, Գյուլագարակում 1 միլիարդ դրամ, 66% ֆինանսավորել է կառավարությունը, Լերմոնտովո համայնքում 120 միլիոն դրամ, 68% ֆինանսավորել է կառավարությունը, Լոռի Բերդում
1.2 միլիարդ դրամ 56%-ը ֆինանսավորել է կառավարությունը, Փամբակում 1.3 միլիարդ դրամ 51%-ը ֆինանսավորել է կառավարությունը, Ֆիոլետովոյում 32 միլիոն դրամ, որից 65%-ը ֆինանսավորել է կառավարությունը։ Այս մասով մեկնաբանություն ունեք լրացուցիչ։ Բոլոր համայնքներում պարոն վարչապետ հսկայածավալ ծրագրեր են 129 բնակավայրերում չունենք բնակավայր, որտեղ ծավալուն շին աշխատանքներ չեն կատարվում եւ ընթացքում նաեւ կխնդրեմ հնարավորություն կանգ առնենք Ալավերդու եւ Վանաձորի վրա, որոնք տեսանելի փոխվում են։ Ալավերդին ընդամենը 2 տարի առաջ ջրի տակ էր քաղաքը մի զգալի հատվածը, բայց հիմա այնինչ տեղի է ունենում Ալավերդիում շատ տպավորիչ է։ Նաեւ Վանաձորում դուք նշեցիք, որ հավաքական նիստեր չկայանալու պատճառով աղագին դանդաղել էր աշխատանքները, բայց վերջին 2-3 տարիներին կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ճանապարհաշինական եւ դպրոցաշինական այլ աշխատանքներ են իրականացվել եւ Վանաձորն էլ տեսանելի փոխվել։ Շատ լավ։ Հիմա իրականացած սուբվենցիոն ծրագրերը ըստ ոլորտների։ Ասֆալտապատում իրականացրել են 68 կիլոմետր մենակ սուբվենցիաներով։ Ասֆալտապատում Տուֆքարով սալարկում 88 կիլոմետր, ես կարծում եմ լորին այս մասով առաջատարներից է առնվազն։ Ջրամատակարարում ջրահեռացում 186 կիլոմետր ենթակառուցվածք ենք ստեղծել, ոռոգման համակարգեր 60 կիլոմետր ենթակառուցվածք ենք ստեղծել, հիմնանորոգել, վերակառուցել, 60 կիլոմետր ոռոգման համակարգեր, 308 կիլոմետր փողոցային լուսավորություն, 11 ֆոտովոլտային կայաններ ենք ստեղծել, 99 կիլոմետր գազաֆիկացման ցանց ենք ստեղծել, 28 նախադպրոցական հաստատությունների ծրագիր ենք իրականացնում, 48 հասարակական շենքերի ծրագիր է իրականացվում, 92 բազմաբնական շենքերի հետ կապված գործողություններ է արվում, տարբեր կարող լինի տանիք, կարող լինի շքամուտք։ Ես այստեղ կուզեմ մի պահ հնարավորություն տալ, պարոն վարչապետ, բազմաթիվ համայնքներում եւ հատկապես Ալավերդիում ոչ միայն արդեն տանիքն ենք վերանորոգում եւ փոխարինում, վերանորոգում ենք շքամուտքերը, յուրաքանչյուր հարկում տեղադրում ենք սենսորային լույսեր, իրականացնում ենք ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրում ենք լուսամուտներ, մուտքի կոդավորված դռներ, նկուղի հիմնանորոգում, կոյուղագծերի փոխարինում, այսինքն ամբողջ շենքը հիմնանորոգում տանիքներ առյալ եւ հանձնում ենք քաղաքացիներին։ 37 այգի պուրակ սուբվենցիոն ծրագրերով եւ 52 տեխնիկա եւ սարքավորումներ եւ գույք է ձեռք բերվել համայնքների կարիքների համար։ Հաջորդիվ նաեւ ինչպես նշեցիք, ճանապարհաշինական աշխատանքները 2018-ից 26 թվականը սա արդեն սուբվենցիաներից դուրս ճանապարհաշինական աշխատանքներն են, 395 կիլոմետր ճանապարհի նորոգման աշխատանքներ են իրականացրել, խոշոր ծրագրերը հետևյալներն են՝ Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման 91 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Սպիտակ Վանաձոր ճանապարհի հիմնանորոգում, Ալավերդի Սանահին Ակներ ճանապարհի 93 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Տաշիր Մեծավան Ձյունաշող ավտոճանապարհի 8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Հաղպատի պատմական հուշարձան 5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում դեպի Հաղպատ տանող, Ստեփանավան Ագարակ Եղդան եւ Օձուն Արևածագ ճանապարհների 36 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Մեծ Պառնի Ծաղկաբեր ավտոճանապարհի 7.2 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Եվ ինչպես նշեցիք, Վանաձորի ներսում արդեն կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ գործեր են կարել, այստեղ այդ վիճակագրությունը չի արտահայտված, որովհետև դա երկու ծրագրերից որևէ մեկի մեջ չի մտնում։ Այստեղ ներողություն խնդրում, պարոն վարչապետ, նշված չէ նաև Մարց-Աթան ճանապարհահատվածը 38 կիլոմետր երկարությամբ, վերջին շտկումներն են արվում եւ վճարումը վերջնական կարվի, 27 կիլոմետր միջպետական M6 ճանապարհից մինչև Աթան եւ ավելի քան 10 կիլոմետր ճյուղավորվում են դեպի Մոտկորի գյուղախմբի 6 գյուղական բնակավայրեր։ Սա պատմական նշանակություն։ Գիտեք իրավիճակը ժանրի ինչու՞մ է, որովհետեւ մենք խնդիր ունենք, եթե մենք
փորձենք ամբողջ ծավալը ներկայացնենք աշխատանքի, իսկապես եթերը կարա ժամեր տա։ Հիմա սեղմած ինչ որ բաներ ներկայացնում ենք, եւ այստեղ խնդիրն է նա, որ մենք ոչ միայն չենք կարողանում ներկայացնել ամբողջական թե ինչ է արվել, այլ նաև ապագա ծրագրերի մասին խոսելու շատ քիչ ժամանակ է մնում, որովհետև ես նայում եմ իմ Facebook-յան էջը համարյա անընդհատ ուղի եթերում հեռարձակում է եւ այլն, իհարկե այնտեղ կտորներով խոսում ենք, բայց նաև ինչ պիտի անենք, բայց նաև այս արվածները ինչ որ Լոռու մարզի եւ հետագայի համար այդ արվածները նաև արվելիքի մասին է, որովհետև դպրոցներ կառուցել ենք, կառուցում ենք, ճանապարհներ կառուցել ենք, կառուցելու ենք, սուբվենցիոն ծրագրեր արել ենք, անում ենք, անելու ենք, եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա կանդրադառնանք։ Ուրեմն Լոռու մարզում 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրերով իրականացվում է կամ հեսա կտեսնենք որն է իրականացվել, որն է ընթացքի մեջ է 46 դպրոցի եւ կրթահամալիրի ծրագիր 46 դպրոցի 48 մանկապարտեզի եւ նախակրթարանի ծրագիր եւ ներկայումս շինարարական աշխատանքները ավարտված են 21 դպրոցներում եւ 22 մանկապարտեզ նախակրթարաններում նախակրթարանները հիշեցնեմ հիմնականում դպրոցների կազմում են լինում դրա համար այստեղ վիճակագրությունը կարող է մի քիչ շեղվի ըստ այդմ Ալավերդի համայնքում 1 կրթահամալիրի 8 դպրոցի 6 մանկապարտեզի ծրագիր է իրականացվել աշխատանքներն ավարտված են 2 դպրոցում եւ 3 մանկապարտեզում մասնավորապես Ալավերդիում կրթահամալիր է կառուցվում 200 աշակերտի 40 մանկապարտեզի սանի կարողությամբ կառուցման ընթացքի մեջ է մինչև տարվա վերջ կավարտվի Ալավերդու թիվ հիմնական 2 դպրոցն է կառուցվում 0-ից, այսինքն նոր շենք է կառուցվում։ Ավարտական փուլում սեպտեմբերին երեխաները արդեն կգնան նոր դպրոց։ Ճոճկանի Ալավերդու դպրոց 432 աշակերտի կարողությամբ, Ճոճկանի դպրոցը 432 աշակերտի կարողությամբ էլի կառուցվում է։ Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցը վերանորոգված է աշխատում է, հանձնված է։ Հագվու դպրոցը կառուցված է, աշխատում է 100 աշակերտի կարողությամբ։ Հարևածագի միջնակարգ դպրոցը 0-ից կառուցվում է 288 աշակերտի համար։ Աքորի միջնակարգ դպրոցը կառուցվում է 288 աշակերտի համար։ Օձունի միջնակարգ դպրոցը կառուցվում է 288 աշակերտի համար եւ Աղթալայի միջնակարգ դպրոցը թիվ 2 վերանորոգման ընթացքի մեջ է մանկապարտեզների մասով Օձունի արևներ մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է 60 սանի համար Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը 165 սանի համար վերանորոգման ընթացքի մեջ է Ճոճկանի մանկապարտեզը վերանորոգված է աշխատում է Մեծ այրումի մանկապարտեզը վերանորոգված է եւ աշխատում է Քարկոփի մանկապարտեզը 16 սանի համար վերանորոգված է եւ աշխատում է Ալավերդու թիվ 1 մանկապարտեզը 105 սանի համար վերանորոգման ընթացքի մեջ է Գյուլագարակում աշխատանք 1 կրթահամալիրի 2 դպրոցի 2 մանկապարտեզի ծրագիր է իրականացվում Աշխատանքներն ավարտված են 1 դպրոցում, 2 մանկապարտեզում, մասնավորապես Գարգարի 200 աշակերտի 80 սանի կարողությամբ կրթահամալիրը կառուցման ընթացքի մեջ է, Գյուլագարակի դպրոցը վերանորոգված է եւ գործում է, աշխատում է, Վարդաբլուրի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, մանկապարտեզներից Կուրթանի 60 սանոյի կարողության մանկապարտեզը վերանորոգված է եւ աշխատում է Վարդաբլուրի մանկապարտեզը կառուցված է եւ աշխատում է 30 սանի համար նախատեսված ես երկու մանկապարտեզներում չեմ եղել բայց չէ Այդ երկու մանկապարտեզներում որոշակի խնդիրներ կային աշխատանքներն ավարտած էին բայց որակի հետ կապված խնդիր կար արագ շտկեցինք այնուհետեւ տեսչական մարմինները ստուգեցին ընդունեցին աշխատանք Շատ լավ Թումանյան համայնքում կառուցվում է 1 կրթահամալիր 200 սանի 200 աշակերտի եւ 40 սանի համար կառուցման ընթացքի մեջ այս տարի կավարտվի
Ավարտական փուլումը 4-5 օր առաջ եմ եղել այնտեղ։ Պետք է որ հասցնեն սեպտեմբերին երեխաները տեղափոխվեն, ժամկետների մեջ են ամեն դեպքում։ Լոռիբերտ համայնքում 1 դպրոց է կառուցվում, 3 մանկապարտեզ, 1 նախակրթարան։ Աշխատանքները ավարտված են 1 դպրոցում, 1 նախակրթարանում։ Բաշխվածությունը Ագարակի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, գործում աշխատում է։ Լոռիբերտի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Ուռուտի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Սվերդլովի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է եւ Ագարակի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ աշխատում է։ Դպրոցի հետ է նախակրթարանը։ Հա, նախակրթարան։ Սպիտակ համայնքում իրականացվում է 1 կրթահամալիրի 11 դպրոցի 6 մանկապարտեզի եւ 5 նախակրթարանի ծրագիր։ Աշխատանքները ավարտված են 7 դպրոցում, 2 մանկապարտեզում, 5 նախակրթարանում։ Խնդրում եմ միշտ հիշեք, որ նախակրթարանը դպրոցի հետ է, որ ես առանձին նշում եմ, դա բոլոր դեպքերում նախակրթարանը դպրոցի հետ, այսինքն դպրոցը ավարտված է, նախակրթարանն էլ ավարտված։ Դպրոցը նորոգվող է, ուրեմն նախակրթարանն էլ դեռ ընթացքի մեջ է։ Բաշխվածությունը ըստ բնակավայրերի Սպիտակ համայնքի մասին էր։ Հարթագյուղում 144 աշակերտի եւ 80 սանի կարողությամբ կառուցվող կրթահամալիր։ Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը կառուցվում է 0-ից։ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցը կառուցվում է 0-ից։ Սպիտակի դպրոցը 576 աշակերտի կարողությամբ, Շիրակամուտինը 288 աշակերտի կարողությամբ։ Արչահովիտի միջնակարգ դպրոցը վերանորոգվում է 143 աշակերտի կարողությամբ, Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Լեռնանցքի միջնակարգ դպրոցը 165 աշակերտի կարողությամբ վերանորոգված է եւ գործում է։ Արևաշողի միջնակարգ դպրոցը 342 աշակերտի կարողությամբ վերանորոգված է եւ գործում է։ Գոգարանի 153 աշակերտի կարողությամբ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Լեռնավանի 147 աշակերտի կարողությամբ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Կատնաջուր բնակավայրի 164 աշակերտի կարողությամբ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Դուսախբյուրի 135 աշակերտի կարողությամբ դպրոցը վերանորոգվող է եւ Ծաղկաբերի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Մանկապարտեզներով Սպիտակի մանկապարտեզը կառուցված է եւ գործում է։ Շիրակամուտի մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է։ Գոգարանում նոր մանկապարտեզ է կառուցվում 144 սանի կարողությամբ։ Լեռնավանում կառուցվում է էլի 144 սանի կարողությամբ մանկապարտեզ, Դուսախբյուրում 144 սանի կարողությամբ մանկապարտեզ, Սպիտակում մոդուլային տիպի 144 սանի կարողությամբ մանկապարտեզը գործում է, ես այցելել եմ այնտեղ, 100 միլիոն դրամին հետ է։ Արևաշողի հիմնական դպրոցը նախակրթարանը, որը գործում է, Լեռնանցքի միջնակարգ դպրոցում նախակրթարանը գործում է, Կատնաջրի միջնակարգ դպրոցում նախակրթարանը գործում է, Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոցում նախակրթարանը վերանորոգված է, գործում է, Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցում նախակրթարանը վերանորոգված է, գործում է։ Նախակրթարանի ու մանկապարտեզի տարբերությունը, սիրելի հայրենակիցներ, մոտավորապես հետեւյալն է, որ նախակրթարանում երեխեքը չեն քնում, քնելու տեղեր չկան, այնտեղ դպրոցին ավելի մոտարկված վիճակներ են։ Սնունդ են ստանում, ավելի կարճավորտեր են։ Ուրեմն Ստեփանավանում 1 կրթահամալիր, 3 դպրոց, 2 մանկապարտեզ, 2 նախակրթարանի ծրագիր է իրականացվում։ Աշխատանքները ավարտված են 3 դպրոցում, 2 մանկապարտեզում եւ 2 նախակրթարանում։ Բաշխվածությունը բնակավայրերի Կատնախբյուրի կրթահամալիրն է կառուցվում 144 աշակերտ 40 սանի կարողությամբ։ Ստեփանավանի թիվ 3 դպրոցն է կառուցվել 432 աշակերտի կարողությամբ, այցելել եմ, չէ՞, այս դպրոցը Աշոտաբերդի թաղամասի հենց կպած կողքի դպրոցն է։
Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցն է 499 աշակերտի կարողությամբ վերանորոգված է եւ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցը 433 աշակերտի կարողությամբ վերանորոգված է։ Ես ենթադրում եմ, որ այս մեր ցուցակում նաև չկան այն դպրոցները, որտեղ մենք ուղղակի ֆիզկուլտուրայի դահլիճ են կառուցել։ Այո, առանձին մարզադահլիճ։ Առանձին մարզադահլիճ են կառուցել, այս են դեպքն, իսկապես ժողովուրդ այնքան գործ կա արված, որ տենց ասենք չի լինի այդքանը տենց թվարկել, էլի խոշորացված, ինչը ավելի տեսանելի է, դրանց մասին ենք խոսում։ Ստեփանավան համայնքի մանկապարտեզները Արմանիսի 25-20-ի կարողությամբ մանկապարտեզը վերանորոգված է, Կաթնախբյուրնի 30-20-ի կարողությամբ մանկապարտեզը վերանորոգված է, գործում են երկուսն էլ, հա։ Նախակրթարանները մեկը գործում է Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում եւ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում էլի նորոգված։ Վանաձորում իրականացվում է 7 դպրոցի 7 մանկապարտեզի մեկ նախակրթարանի ծրագիր։ Աշխատանքներն ավարտված են 4 դպրոցում, մեկ մանկապարտեզում եւ մեկ նախակրթարանում։ 10-ից ավել դպրոցի հիմա ընթացքի մեջ է, նաև այն նոր ծրագրերը, որ ես նշեցի, եւ նաև նախագծման փուլային, նախագծման փուլում։ Սրանք նրանք են հիմնականում, որոնք ավարտված են, մեծ մասը, մի մասը ավարտական փուլում։ Գիտեք որոնք են սրանք, սրանք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի առաջին 300 հիմա ձեր ասածը արդեն երկրորդ 300 դպրոց ծրագրի 300 դրոպ 2 ծրագրի դպրոցներն են, որոնք հաջորդ փուլում կսկսեն։ Վանաձորում երբեք նման դպրոցաշինական, նման ծավալի դպրոցաշինական աշխատանք։ Կներեք, բայց արդեն պիտի ասենք, որ Հայաստանում երբեք որևէ տեղ, որովհետև Խորհրդային Միությունը կառուցել այս ծավալի դպրոցներ 70 տարվա ընթացքում։ Մենք հիմա արդեն Խորհրդային Միության տեմպերին վազանցում ենք։ Այո։ Ուրեմն ըստ բնակավայրերի Վանաձորի թիվ 19 դպրոցը կառուցված է։ Վանաձորի թիվ 13 դպրոցը վերակառուցման ընթացքի մեջ է։ Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցը վերանորոգված է։ Վանաձորի թիվ 23 դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Վանաձորի մասնագիտացված դպրոցը 456 աշակերտով վերանորոգված է ֆիզմատ Հայտնի Էվրիկա դպրոցի մասին է խոսքը, պարոն վարչապետ, եւ Էվրիկան անընդհատ տալիս է միջազգային օլիմպիադաների մրցանակակիր աշակերտներ եւ առաջատար դիրքերում է ամբողջ հանրապետությունում պատվաբեր աշխատանք են կատարում։ Շատ լավ։ Ու Վանաձորի բոլոր դպրոցները բարձր խոշոր են 360, 589, 168, 213, 456 աշակերտով։ Մանկապարտեզների մասով Վանաձորի թիվ 11 մանկապարտեզը վերակառուցվում է։ Վանաձորի թիվ 32 մանկապարտեզը վերանորոգվում է։ Վանաձորի թիվ 40 մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է։ Գուգարքի մանկապարտեզը 0-ից կառուցվում է։ Վանաձորի թիվ 4 մանկապարտեզը 0-ից կառուցվում է։ Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը կառուցված է եւ գործում է։ Վանաձորի թիվ 3 մանկապարտեզը կառուցման ընթացքի մեջ է։ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցի նախակրթարանը արդեն գործում է։ Պարոն Մկրտչյան, ես չեմ չափազանցնի, չէ, եթե ասեմ, որ ասենք օրինակ Վանաձորում մարդիկ ոչ բոլորը գիտեն այս նախագծերի մասին, որովհետև իրանց թաղի մանկապարտեզի մասին դեռ կարան իմանան, բայց ասենք մանավանդ Վանաձորի նման մեծ քաղաքում մարդիկ չգիտեն այս ծավալի աշխատանքը։ Նշված ցանկը, պարոն վարչապետ, բոլոր օբյեկտները լուսաբանված են եւ ներկայացված են պատշաճ։ Ես անընդհատ շրջում եմ, նաեւ մի քանի անգամ օբյեկտներ կան այցելել եմ։ Ես ուզում եմ ընդգծել, որ Վանաձորում 2 մանկապարտեզ է մնացել տնակային, որոնք նախագծանախաշվային փաստաթղթերը կազմվում են եւ Վանաձորում նշանակում է, որ արդեն պետական ընթացքը մանկապարտեզների նոր շենքերի կառուցման սկսվել է։ Ես էլ արդեն երկրորդ մանկապարտեզների, արդեն մանկապարտեզների ծրագիրը կոչվում է 100 մանկապարտեզ։ Այո, ես նկատի ունեմ, որ վերջին 2 մանկապարտեզն է մնացել հիմնանորոգման ենթակա։ Վանաձորում այլևս չենք ունենում որևէ մանկապարտեզ, որ ենթակա կլինի հիմնանորոգման։
Այլ խնդիր ունենք, գիտեք նաև խոսել ենք այս մասին, 6 մանկապարտեզի շենքեր են օտարվել տարբեր ժամանակաշրջաններում Վանաձոր քաղաքում եւ դա բերել է նրան, որ 400 երեխա մանկապարտեզի հերթի մեջ է։ Մենք նաև 2 նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրեր ունենք, 200 տեղանոց յուրաքանչյուրի եւ հերթերը նույնպես կվերացնենք Վանաձոր քաղաքում։ Որ դատախազությունը մանկապարտեզները վերադարձնելու գործով Ցանկը դատախազությունում է, մենք անդադ կապի մեջ ենք, process-ը ընթացքի մեջ է այդ շենքերը վերադարձնել։ Շատ լավ։ Տաշիր համայնքում 3 կրթահամալիրի, 3 դպրոցի մենք մանկապարտեզի եւ 1 նախակրթարանի ծրագիր է իրականացվում, բաշխվածությունը ըստ բնակավայրերի։ Նորաշենում կրթահամալիր է կառուցվում, ընթացքի մեջ է, Միխայլովկայում կրթահամալիր է կառուցվում, ընթացքի մեջ է, Կաթնառատում կրթահամալիր է կառուցվում, ընթացքի մեջ է, Մեծավանի թիվ 2 դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, Տաշիրի թիվ 1 դպրոցը հիմնական կառուցման ընթացքի մեջ է, Մեդովկայի միջնակարգ դպրոցը կառուցված է, ես այցելել եմ, նորմալ գործում է Մեդովկայի դպրոցը։ Տաշիրում մանկապարտեզ Պրիվոլնոյե գյուղի մանկապարտեզը վերակառուցված է 50 սանի կարողությամբ եւ Մեդովկայի միջնակարգ դպրոցում ունենք նաեւ նախակրթարան։ Փամբակ համայնքում իրականացվում է 1 կրթահամալիր, 2 դպրոցի, 2 մանկապարտեզի ծրագիր, աշխատանքներն ավարտված են 2 դպրոցում եւ 1 մանկապարտեզում։ Մասնավորապես բազում բնակավայրում կրթահամալիր է կառուցվում, ընթացքի մեջ այս տարի պետք է ավարտվի, Դեբետի միջնակարգ դպրոցը կառուցված է, ես չեմ եղել Դեբետի միջնակարգ դպրոցում, չէ՞։ Եղել եք։ Կոաֆի կողքով իրար հետ գնացինք այնտեղ։ Այնտեղ նաև ձեր հանձնարարականով նոր մարզադահլիճի կառուցման Մարզադահլիճ եւ հանդիսությունների սրահի կողքը, որ պետք է 200 տարածքը թույլ չի տալիս, տիպային նախագիծ ենք անում։ Շատ լավ։ Եվ Լեռնապատի միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Փամբակում մանկապարտեզներ, Լեռնապատի մանկապարտեզը 45 սանի կարողությամբ վերակառուցված է եւ գործում է, եւ Վահագնի գյուղում կառուցվում է 0-ից մանկապարտեզ 35 սանի կարողությամբ։ Այո։ Երեք են Վահագնիում եղել, շատ ջերմ ընդունել են եւ Վահագնիում ահռելի աշխատանքներ են արվել, գոհունակության խոսքեր են պարոն վարչապետ բոլոր գյուղերում, որտեղ 21 թվականի քարոզարշավը այլ տրամաբանությամբ էր, սպասելիքները շատ մեծ էին, իսկ հիմա արդեն 5 տարի աշխատել ենք եւ որ գյուղ գնում ենք մի քանի կարևոր ծրագիր, արդեն նայում ենք ինչա մնացել անելու։ Այն ժամանակ մտածում ենք որտեղից սկսենք։ Որ ասում եք ինչա մնացել անելու, չի ավարտվելու այդ աշխատանքը։ Մենք անընդհատ հələ մանկապարտեզ ենք ասում կառուցել ենք, բայց մենք հույս ունենք 40 տեղանոց մանկապարտեզ են, մենք հույս ունենք երեխեքի թիվը կրկնապատկվելու է, նոր նմանատիպ նոր կորպուս կառուցելու անհրաժեշտություն առաջանալու եւ մենք այդ պետությունը պետք է մենք այդ պարտավորությունը ստանձնում ենք, որ պետք է հիմա մսուրային հատվածն ենք ընդլայնելու։ Մանկապարտեզից դուրս մնացած երեխա պետքա չլինի։ Մսուրային տարիքի ծնողները պետքա վստահեն տանեն, իրանք էլ գնան զբաղվեն իրանց կրթությամբ եւ աշխատանքով։ Վահագնիում օրինակ մանկապարտեզը կառուցում ենք, 7.5 կիլոմետրանոց ճանապարհը կառուցել ենք, լուսավորության համակարգը անցկացրել ենք, աղբանություն չի եղել գյուղում ընդհանրապես։ Պետության աջակցությամբ ձեռքաբերված է։ Որ ես ասում եմ, որ ամեն ինչի մասին խոսանք, ժամերով խոսանք։ Ու շատ ուրախալի է, որ ու որ բնակավայր է այստեղ նշեք, կարող ենք հատորներով պատմել ինչ ենք արել այդտեղ իսկապես։ Հիմա Լոռու մարզում կառուցվող կամ վերակառուցվող կառուցված առողջապահական հիմնարկների վերաբերյալ Տաշիր համայնքում Տաշիր ԲԿ նոր շենքի կառուցումը, որը կավարտվի այս տարվա նոյեմբերին։ Ավարտական փուլում ամենաբանջի։ Վանաձոր համայնքի Վանաձոր ԲԿ ինֆեկցիոն մասնաշենքի կառուցում, որը ավարտվել է, այցելել եմ։ Վանաձորում ԲԿ կառուցում շահագործվում է 2019 թվականից։ Թումանյան համայնքում դսեղի ամբուլատորիայի կառուցում շահագործվում է 2000, ես եղել եմ այդտեղ 2023 թվականից, ստեղ նաև մասնավորի հետ համագործակցությամբ ենք արել, ինչպես Դեբետի դպրոցը, Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի ամբուլատորիայի կառուցում կավարտվի այս տարվա դեկտեմբերին,
Փամբակի Վահագնի բնակավայրի ամբուլատորիայի կառուցում, հիմա Վահագնում փաստորեն ամբուլատորիալ են կառուցում։ 2026-ի դեկտեմբերին կավարտվի, Ալավերդիում Օձունի ամբուլատորիայի կառուցում, որը կավարտվի դեկտեմբերին։ Հիմա նաև անդրադառնանք Լոռու մարզում իրականացված ջրամատակարարման, ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման ծրագրերին։ Սպիտակում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ միջտնտեսային ջրանցքի 2.1 կիլոմետր վթարային հատվածների վերականգնում, Խնկոյան բնակավայրի պոմպակայանի եւ 20,000 խորանարդ մետր ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի բարելավում 1.7 կիլոմետր կոյուղագծի կառուցում։ Սա Սպիտակներ։ Վանաձորում 2.6 միլիարդ դրամի աշխատանք է իրականացվել, 86.7 կիլոմետր ջրամատակարարման ցանցի վերակառուցում, 86.7 կիլոմետր Վանաձորում, պատկերացնում եք, եւ ոռոգման ցանցի բարելավում, որոշ նորոգման աշխատանքներ։ Գյուլագարակում ջրամատակարարման համակարգի վերակառուցում 62 կիլոմետր ջրամատակարարման համակարգ, ժողովուրդ ջան, 62 կիլոմետր, հələ ճանապարհ, դպրոց եւ այլն ինչ որտեղ տեսանելի է, այս ջրամատակարարման համակարգերի մասին ընդհանրապես մենակ շահառուները գիտեն։ Փամբակում ջրամատակարարման համակարգի վերակառուցում 42 կիլոմետր, Փամբակ բնակավայրում, Տանձունդ եւ Փամբակ գետերի ափապաշտպան հենապատերի վերականգնում 600 մետր, Լոռի Բերդ համայնքում խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում 29.7 կիլոմետր, Յաղդանի պոմպակայանի վերականգնում է իրականացվել, Ալավերդի համայնքում Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցում 50,000 խորանարդ մետր տպավորիչ աշխատանք է բավարարչապետ եւ մոտավորապես 150 հեկտար անջրդի հողեր կամ մասնակի ոռոգելի դառնալու են ոռոգելի, Օձունի Սարահարթի մասին է խոսքը։ Խմելու ջրամատակարարման 2.6 կիլոմետր ջրագծի կառուցում եւ Արդվին եւ Մղարդ բնակավայրերի 21 կիլոմետր ջրամատակարարման համակարգի կառուցում պատրաստ է։ 3-4 օրից միացումը կտա։ Այս խաչմերուկում որ ժողովուրդը ինձ Դա ձեր հանձնարարականն է, պարոն վարչապետ, Մղարդն ու Արդվին իրենց գոյության մոտ 150 տարվա պատմության ընթացքում խմելու ջրամատակարարման համակարգ չեն ունեցել եւ աղբյուրից տարաներով առ այսօր Դες ասում եմ մենք Հայաստանը չենք ճանաչում։ Ասենք աներևակայել է Երևանում իմանալ եւ որ Երևանում թաղամասեր կան կոյուղի չունեն։ Հայաստանում հսկայական բնակավայրեր կան, որ ջրամատակարարման ցանց իրենց պատմության ընթացքում չեն ունեցել, ժողովուրդ պատկերացնում եք այդ ինչա։ Տաշիրում ոռոգման Մեծավանի ջրամբարի վերականգնման եւ վերազինման աշխատանքներ։ Ուրեմն մարզի տարածքում կառուցվել կամ վերակառուցվել են 88 ջրաչափական դիտակետեր եւ տեղադրվել են ջրաչափական սարքավորումներ։ Հիմա հասանք հուշարձաններին։ Լոռեցի Սաքո քանդակի վերականգնում, տեղափոխում եւ տարածքի բարեկարգում ավարտվել է 2020 թվականին։ Որտեղ է այս արձանը, ես ճիշտ ասած չեմ ֆիքսել։ Քանդակի մասին ճիշտ ասած տեղեկատվություն ինձ մոտ էլ չկա, պարոն վարչապետ, կճշտենք։ Քոբար երկաթգծի կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնում, գլխավոր եկեղեցու, նրան կից եկեղեցու եւ Մարիամաշեն եկեղեցու տանիքի նորոգում ավարտվել է 2025 թվականին։ Այս են ինքնության թեմաներն են, էլի ժողովուրդ։ Սանահինի վանական համալիրի ամենափրկիչ եկեղեցու տանիքի նորոգում ավարտվել է 2023 թվականին։ Այստեղ հակիրճ կան գառնեմ, նաև այստեղ համայնքային ծրագիր ենք իրականացնում դիմացի այդ կառուցված շինությունը ապամոնտաժում ամբողջությամբ եւ հրապարակից հիմա Սանահինի վանական համալիրը չի երևում։ Տուրիստները շատ ժամանակ չգիտեն որտեղից մոտենան, այդտեղ կասկադաձև աստիճաններ են կառուցվում, նաև առևտրով զբաղվող մեր հայրենակիցների համար նույնատիպ տաղավարներ են կառուցված, այսինքն ամբողջ Սանահինի վանական համալիրի բակի բարեկարգումը հիմա իրականացվում 100 միլիոն դրամ արժեք։ Ուրեմն
Դսեղ համայնքի բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիրի վավերագրում եւ ուսումնասիրում մշակվել են նախագծային փաստաթղթերը առաջիկայում կարվի, այսինքն Աղբատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի եւ աշտարակների նորոգում, ամրակայում եւ վերականգնում ավարտվել է 2024 Եվ փլուզում ենք ունեցել այստեղ եւ վերականգնված է ամբողջությամբ։ Լոռու մարզի այդ որ ասում են մեր ինքնությունը ոչնչացնում եւ այլն ասեք որ իշխանության օրոք այսքան հուշարձան եկեղեցի Հայաստանում վերականգնվել եւ վերանորոգվել թո ցույց տա բացառված բան է չի եղել sense բան Հայաստանի պատմության Սանահինն ու Աղբատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության հուշարձաններ են այո Լոռու մարզի քաղաքատեղի Լոռի Բերդի Միջնաբերդի Պարիսպների ամրակայում եւ վերականգնում Եկեղեցու ամրակայում նորոգում եւ վերականգնում, բաղնիքների ամրակայում եւ մասնակի վերականգնում։ Բոլորը ավարտվել են 2025-ին։ Հայաստանի պատմության մեջ երրորդ հանրապետության այսքան աշխատանք Լոռի Բերդի վրա երբեք չի արվել, որի միջայլոց մեր լավագույն պահպանված հուշարձաններից մեկն է, որը մենք աչքի լույսի պես պետք է պահենք, մյուսներն էլ Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու ամրակայում վերականգնում եւ տարածքի բարեկարգում ավարտվել է 2025-ին։ Ես Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես ազգային ժողովի падգամավոր Սանդիկովի առաջարկությամբ, այսինքն ինքը իմ ուշադրությունը հրավիրեց, որ այդտեղ հուշարձան կա, որ շատ վատ վիճակում է։ Ես այցելեցի մի օր այտենց անձնական ճամփորդության շրջանակում ու իրոք սարսափեցի, որովհետև ինձ թվում էր, թե չենք հասցնի եւ կփլվի հուշարձանը, բայց հիմա հուշարձանը գնացեք տեսեք, թե ինչ վիճակում է։ Կներեք, պարոն վարչապետ, եթե կարելի է Լոռեցի Սակոյի հետ կապված կարճ տեղեկատվություն, դսեղում կտեղադրվի եւ Այո։ Եվ վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին Աշոտ Բաղդասարյանը։ Շատ լավ։ Լոռի Բերդ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում մոդուլային սպասարկման կենտրոնի կառուցում, որը ավարտվել է էլի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրի փլուզված եռահարկ աշտարակի նորոգում, ամրակայում վերականգնում եւ տարածքի բարեկարգում։ Սա սկսել ենք նախագծային փաստաթղթերը մշակվել են։ Կայանբերդ ամրոցի ամրակայում նորոգում եւ վերականգնում մշակվել են նախագծային փաստաթղթերը։ Կառուցվել է քայլարշավային արահետ։ Դուք եղել եք։ Այո։ Օձոնի տաճարի կոթող մահարձանի մենասյուների տեղափոխում եւ կրկնօրինակների պատրաստում մշակվել են նախագծային փաստաթղթերը։ Յաղդան գյուղի 13-րդ դարի կամրջի նորոգում, ամրակայում եւ վերականգնում մշակվել են նախագծային փաստաթղթեր, պետք է նաև լուսավորության համակարգ տեղադրվի եւ Ալավերդի քաղաքի հանրապետական նշանակության Սանահինի կամրջի ամրակայում նորոգում եւ վերականգնում մշակվել են նախագծային փաստաթղթերը։ Այս էլ պատմամշակութային հուշարձանները եւ մեր ինքնության պահպանման եւ զարգացման մասին։ Հիմա ես ուզում եմ դոտացիաների մասին խոսամ, մասնավորապես մարզին 2018 թվականի բյուջեով նախատեսված է եղել 4.3 միլիարդ դրամի դոտացիա, 2026 թվականի բյուջեով 12.7 միլիարդ դրամի դոտացիա, 3 անգամ ավելացել է։ Ըստ համայնքների Վանաձորինը ավելացել է 2 միլիարդ դրամով կամ 144%, Ալավերդինը 1.8 միլիարդ դրամով կամ 269%, Սպիտակինը 1.4 միլիարդ դրամով կամ 198%, Տաշիրինը 1.2 միլիարդ դրամով կամ 297%, Ստեփանավանինը 538.6 միլիոն դրամով կամ 205%, Փամբակինը 429 միլիոն դրամով կամ 170%, Գյուլագարակինը 270 միլիոն դրամով կամ 193%, Թումանյան համայնքինը 207 միլիոն դրամով կամ 163%, Լոռի Բերդ համայնքինը 184 միլիոնով կամ 220%, Լերմոնտովոյինը 29.7 միլիոն դրամով կամ 146%, Ֆիոլետովոյինը 29 միլիոն դրամով կամ 141%։ Եվ նաև մի ծրագիր էլ կա, մասնավորապես
մենք 16 միլիոնի ծրագրերը ունենք սահմանամերձ բնակավայրերում, բայց մենք նաև այն նորակառույց դպրոցների շրջակայքում, որտեղ աշակերտների պակասի խնդիր կարող է լինել եւ կա, այդտեղ նույնպես 16 միլիոնով տնաշինական ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես վերջին որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքի Հագվի բնակավայրում 10 տան քվոտա ենք սահմանել 16 միլիոնով եւ Ամոջ բնակավայրում 10 միլիոն դրամ 10 տան քվոտա ենք սահմանել 16 միլիոն դրամով եւ Տաշիր խոշորացված համայնքի Մեդովկա բնակավայրում 18 տուն կառուցելու քվոտա ենք սահմանել, մարդիկ արդեն սահմանված կարգով կարող են դիմել եւ ովքեր չափանիշներին համապատասխանեն, ըստ այդմ արդեն 16 միլիոնի ծրագիրը, ինչպես տեսնում եք, սահմանամերձ համայնքներից, բնակավայրից տեղափոխվում է այլ ուղղություններ։ Այո։ Պարոն վարչապետ, եթե թույլ տաք շատ հակիրճ դուք հրատապ ծրագրերի վրա կանգ չառաք, ես հիմնականում վերաբերում եմ Աղետի գոտուն եւ ահռելի աշխատանք իսկապես կառավարության աջակցությամբ տարվեց եւ 1 միլիարդ 200 միլիոն դրամ էլ Ալավերդու հատվածում ուղիղ պետական ներդրումներ արդեն արել են եւ շարունակում ենք։ Բոլոր 205 տները հեղեղված, վերանորոգված եւ կահավորված են։ Երկաթբետոնե հենապատերի կառուցման աշխատանքները ավարտական փուլում են գտնվում։ Բակերի ասֆալտապատումը մի հատվածով արված է, գոյուղագծերի փոխարինում, այսինքն կհիշեն մեր հայրենակիցները 12 բնակավայր ունեին կարգելափակման մեջ, կապի ենթակայաններ, ոռոգման խմելու ջրի համակարգեր, էլեկտրացնուցման համակարգեր, ամբողջը շարքից դուրս եկած էր եւ հիմա ամբողջը գրեթե վերականգնված է։ Եվ շատ կարճ ժամանակ եւս եւ Ալավերդիում ոչինչ Աղետի մասին չի հիշեցնի եւ ընդհակառակը քաղաքը լայն տեմպերով բարեկարգվում է։ Նույնը վերաբերում է Քարքոփին, նույնը վերաբերում է Սանային կայարան թաղամասին, այնտեղ որտեղ դուք բոլոր տեղերում եղել եք Աղետի ժամանակ 3 այց եք ունեցել։ Եվ նաև մի կարևոր շեշտադրում հենց առաջին օրվանից ձեր հանձնարարականով օպերատիվ շտաբում արգելված էր որևէ հագուստ, սնունդ, տեղորայքի ընդունում, ամբողջ կառավարությունը ապահովել է եւ դա էլ նրա մասն է, որ պետությունը իր քաղաքացուն իր խնդրի հետ մենակ չթողեց։ Ես առաջարկում եմ գնանք լորի, պարոն Մկրտչյան, եւ հիշեցնում եմ, որ այսօր մեր այցերի ժամանակակցույցը հետեւյալն է. ժամը 10-ին Սպիտակ, 12:45 Գյուլագարակ, 12 11:45 Գյուլագարակ, 12:45 Ստեփանավան, 14:20 Մեծավան, 15:25 Տաշիր, 17:20 Լոռիբերդ, 18:40 Օձուն, վաղը շարունակելու ենք եւ վաղը երեկոյան Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի ունենալու մեր մեծ հավաքը։ Լավ եղեք, մինչեւ հանդիպում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար